Հայր մեր։ Բանակն աղոթում է ու մինչև զորահանդեսը սկսել է հիշում բոլոր այն տղաների անունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ զոհվեցին ապրիլյան պատերազմում։ Ռոբերտ Աբաջյանին, Արմենակ Ուրֆանյանին։ Զինված ուժերի մարտական դրոշի ներքո գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ էլ սկսվում է զորահանդեսը։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ։ Շքերթն ընդունող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորում է զորահանդեսի մասնակիցներին ու այդ մասին զեկուցում գլխավոր գերագույն հրամանատարին։ Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջանելի հաջողություններ ենք արձանագրել։ Երբեմն սխալվել ենք, երբեմն ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց մեծ հաշվով ճիշտ ուղիով ենք շարժվել։ Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ և ստեղծագործ արարման ճանապարհով, իսկ առաջ շարժվելու մեր բանաձևը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք և աշխատանք։ Ձեռքբերումները բազմապատկել աշխատանքով պաշտպանել հայրենիք, ինչպես արեցին դա ապրիլյան պատերազմի կորյունները։ Նախագահ Սարգսյանը հիշում է բոլոր նրանց, ում շնորհիվ այսօր տեղի է ունենում անկախության զորահանդեսը։ Գեցե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը, հանքափորն ու գործարարը, պետական ծառայողն ու մշակութային գործիչը, փառք նոր արժեք ստեղծող հայաստանցուն։ Գեցե Հայաստան-Արցախ սփյուռք եռամիասնությունը, միասին մենք ավելին ենք, քան հնարավոր է պատկերացնել։ Քառորդ դար առաջ հանրաքվեի թերթիկներով, բայց հիշողությամբ դեռ Հայկ Նահապետի ժամանակներից անկախությանը հավատարիմ։ Այսպես է բնութագրում անկախության 25-ամյակը նախագահ Սարգսյանը։ Նետ ու աղեղից հետո փոխված զենքերով, բայց սեփական ազատությունը պաշտպանելու նույն վճռականության ապացույցն էլ այսօրվա զորահանդեսն է։ Նախ հրապարակով անցնում են կրթական համալիրների զինվորական սանները, պատանի երկրապահները, կամավորական ջոկատները, հոգևորականները, զինված ուժերի, ռազմական ոստիկանության ու նաև արտակարգ իրավիճակների տարբեր ստորաբաժանումները։ Հանրահայտ Սմերչն է, սա համակարգ է, որն ունի մինչև 90 կիլոմետր, 67 հեկտար խոցման մակերես։ Սմերչը ժամանակակից համազարգային հրթիռային ճշգրիտ համակարգ է։ Զինված ուժերի մյուս գերժամանակակից համալրումներից մեկն էլ Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգն է։ Հրապարակ են մտնում 9K720 տեսակի Իսկանդեր օպերատիվ մարտավարական մշակութային հրթիռային համալիրների ստորաբաժանումները։ Հաղորդավարի սպրդումը մեծ արձագանք գտավ սոցցանցերում, շատերը հարցնում էին, ինչպես կարող է հրթիռը լինել մշակութային։ Պարզվեց հաղորդավարը սխալվել է եւ օպերատիվ մարտավարական նշանակության համակարգ ասելու փոխարեն ասել է մշակութային։ Այս ոչ մշակութային հրթիռը ունակ է ոչնչացնել 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմավարական նշանակության նշանակետեր։ Ծած համակում, իսկ երկնքում օդային պաշտպանության կարևոր զինտեխնիկան է։ S-300 զենիթային հրթիռային հատուկ լեռնային տարածքների համար նախատեսված համակարգը վերահսկում ու անառիկ է պահում Հայաստանի Հանրապետության օդային տարածքը։ Su-25 գրոհայիններն էլ օդում թողնում են հայոց եռագույնի հետքը, մեկը մյուսի հետևից հրապարակով անցնում են MiG-24 ուղղաթիռների խումբը, հետախուզական օդային միջոցները, կռուն կոչվող հայկական անօդաչու սարքերը։ Երթը շարունակվում է հակատանկային, հրթիռային ու տարբեր տեսակի զինտեխնիկայի ցուցադրությամբ։ Իսկ վերջում հայոց բանակի գլխավոր ուժն է՝ հայ զինվորը։ Մանու Իրիցյան, ժամը լրատվական։